Մենք Բրդոջախի առաջին ուսումնական տարվա առաջին օրը ուզում ենք հավաստիացնել Սերիսաներ, ինչպես արդեն ներկայացրեցինք, Տիկին Խանդութը, ձեր մանկավարժները, մենք այսօր շատ հետաքրքիր դուր ունենք։ Իմ տեսանկյունը ասեմ, որևէ մասնագիտություն, պաշտոն ոչինչ չասելով, նշեմ, որ հետևելով հայկական մշակութային կյանքին ես առանձնացնում եմ մի քանի մարդկանց, ովքեր հայ իրականության մեջ փոփոխություն են բերել։ Ինչպես օրինակ պարոն Գինոսյանը, Գագիկ ազգային պարերի վերածննդի հեղինակն է, իմ տեսանկյունից եւ ոչ միայն իմ տեսանկյունից, դա բոլորիս տեսանկյունից, նա հեղինակն է զարթոնքի, վերելքի, հայկական ազգային ծեսերի, տոների, ժողովրդական տոների անգամ վերականգնման, մոռացվածը հիշելու եւ այլ գաղափարները տարածելու մեր կապը թեպետ հեռակա է եղել, բայց մենք շատ ենք Հարուցել տոնացույց կազմակերպության հետ, միգուցե ձեր խմբերներ են գնացել երբևէ չգիտեմ, մենք նշել ենք այնտեղ տարբեր տաղավար տոներ, մասնակից ենք եղել տարբեր ծեսերի եւ շատ հետաքրքիր ժամանց ենք ունեցել, բայց այսօր Տիկին Հասմիկը վերջապես այստեղ է ճեմարանում, սիրով ուզում եմ նրան թեմ հրավիրել, իսկ այսօրվա թեման մեր քննարկման ինքը թող անձամբ ներկայացնի, չնայած Տիկին Խանդութը, որովհետեւ ձեր ողջունների ներքո հրավիրենք Տիկին Հասմիկին Խանդութը։ Շնորհակալ եմ շատ տներեք, որ քիչ ասացիք կվեցի։ Ուրեմն, մենք սկսեցինք օրհնել քով։ Օրհնել։ Մենք օրհնեցինք, մենք օրհնվեցինք։ Ում ենք օրհնում, երեխեք։ Որտեղ ամեն ինչ օրհնությունից է սկսում, գիտեք։ Էներ երկելով օրհնում ենք։ Ումը մենք կպանք։ Անանյա Շիրակաց։ Դրա համար ձեր ճեմարանը սուր ճեմարան։ Հələ այդ ճեմել բառն է, որովհետև գիտեք, ինչն է հետաքրքիր, որ ուսանել են ճեմելով, քայլելով, քայլ։ Ես ուրեմն շատ պարզ եմ Հասմիկն եմ, ով զբաղվում է տոներով, ծեսերով, հեքիաթներով։ Երեխեք ու իմ խորին համոզմամբ, այս 90-ական թվականների սկզբից ես հասկացա, երևի ձեր տարիքին եք ամեն փոքր մեծ, որ մենք վախեցա, նույնիսկ այդ մկրից վախեցա։ Ոնց որ մենք հայերս մեր տոների եւ մեր ժառանգության հետ բացարձակ կապ չունենք։ Ես ինձ այդ խոստովանեցի ու այդ մտքից նույնիսկ վախեցա, ես ինչքան ենք մենք հեռացել մեր արմատից։ Ես ինչքան անկապ ենք մենք ապրում։ Կապ։ Պետք է կապ հաստատել։ Ում հետ
պետք է կապ հաստատենք, երեխեք որ անկապ չլինենք, ինչ եք կարծում։ Անցյալ, բոլոր պատասխանները շատ ճիշտ են, երեխեք, ճիշտ է։ Բայց ուրեմն մի սենց բան, այսօրվա լեզվով ասած, պետք է գտնենք մեծ Wi-Fi-ը։ Հա, դες մի հատ մեծ Wi-Fi կա եզերքում, այդ Wi-Fi-ի անունն է եզերական ծառ։ Ու կա կենաց ծառ, մենք ունենք ծառի պաշտամունք եւ այսօրվա մեր թեման է տոնը ծառը։ Ընդհանրապես այդ ծառին 100 ռուբլի անուն են տալիս, բայց ինքը իր կոդը, իր գաղտնաբարն է ծառը։ Լավ, հիմա ում ասեմ օրինակ, օրինակ քեզ գեղեցկուի քո ազգանունը ո՞նց է։ Խոյցյան։ Դոլուխանյան, խոյցյան, հրաշ։ Քո կապը պետք է լինի անընդհատ խորի հետ։ Ներվինը, այդ խոյը քո գաղտնաբարն է։ Դովլացյան պիտի կապ Դոլուխանյան։ Մի խոսքով երեխեք, մեր ազգանունների այդ անունը ով որ կա, Կարապետյան, Պետրոսյան, Պողոսյան, Խաչատրյան, այդ մեր նախնինն է ու մեր ծառի հիմնադիրը, մեր ազգի հիմնադիրը, մեր կապը պետք է մի հատ կպցնենք այդ արմատին և հաջող կապը ուղարկենք դեպի եզերական ծառ Wi-Fi-ին։ Տեսեք ոնց է դա աշխատում, դա անտենայի պես է աշխատում, ես հիմա ցույց կտամ ու մենք կփորձենք այսօր այդ կապերը հաստատենք, որովհետև երբ որ մենք ապրում ենք անկապ, մենք արագ կատարում ենք ծես։ Շատ հետաքրքիր է, կապ հաստատելու համար պետք է կատարել ծես։ Նույնիսկ հեքիաթն է ծես, հաց ուտելն է ծես։ Մեր առօրյան սովորելն է ծես, ինքը ուսումը ոտից գլուխ ծիսակարգ է։ Մենք այսօրվա մեր հանդիպումը սկսեցինք ծեսով։ Հնչեցողներ, մենք ոտքի կանեցինք այս բոլորը ծիսակատարություն է երեխաներ։ Ուրեմն, հիմա ես էլ բեմի վրա եմ, այդ բեմի երկրորդ անունը Խորան։ Ու ինչ որ կատարվում աստեղ Ակի մակարդակով պատկերացնում եք, այսինքն մեր մտածելակերպը բացարձակ ծիսական է ու հենց մենք գտնում ենք այդ ծեսի հետ կապը սկսում է աշխատել։ Հիմա մենք կսկսենք։ Ուրեմն, այս եզերական ծառը պատկերվել է այսպես. արմատները երկնքում են, ճյուղերը իջնում են երկիր, այսինքն ինքը կաց։ Եմ պատկերացնեք, այդ եզերական ծառը ինքը սենց է աշխատում, ինքը եզերքում է, ու իր ճյուղերը իջնում են երկիր։ Այդ ճյուղերը լույսի ճյուղեր են, երբ որ մենք մտնում ենք տաճար, եկեղեցի, հայկական եկեղեցի ես նկատի ունեմ, մենք խորհրդանշական մտնում ենք քարի մեջ, ոնց որ մհերը մտավ ագրավաքարի մեջ, հա, մենք մտնում ենք քարի մեջ կան անցկեր, իրանց անունն է լուսամուտ, ուտեղից լույս է մտնում։ Բացարձակ մթության մեջ լուսամուտից գալիս է մի ահավոր մեծ լույսի շող։ Ոնց որ սենց մեծ պրոժեկտորի լույս լինի։ Այդ լույսի անունն է եզերական ծառի ճյուղ։ Պատկերացրեցի։ Այդ ճյուղերը տաճարներում, եկեղեցիներում շատ լավ են երևում, բայց ստեղ էլ կան, ուղղակի մենք չենք տեսնում, որտեղ ծես է կատարվում, մենք այդ ճյուղին կանչում ենք ստեղ։ Ոնց։ Պարոլով, Wi-Fi, կներեք, ինչ ռաբիզ եմ խոսում երեխեք, ոչինչ, պարոլ, մարոլ, բարել, փասվորդ, գաղտնաբար։ Այսօրվա գաղտնաբարն է, այսօրվա ծեսի գաղտնաբարն է ավետիս, որովհետև հեսաշուտով ծնվում է արևը, արև Աստված, Քրիստոս, այս կաղան սուրբ ծնունդ է շրջանում եք և այս շրջանի գաղտնաբարն է ավետիս, բարիլուր ծնվեց սուրբ ծնունդ, մենք իրար հետ հիմա վերապրելու ենք սուրբ ծնունդը, որտեղ հեսա արևը ծնվում է մի քանի օրից հետո։ Ուրեմն, ավետիս կանչելով, մենք այդ ճյուղին կանչում ենք ստեղ։ Ծառի ճյուղը եկավ, մենք պետք է անպայման երկրի վրա ունենանք մեր տոնածառը, որը ընդհակառակը ճյուղերով բարձրանում է դեպի վերև։ Ու այս ճյուղերը, այսպես գտնում են այս ճյուղերը, առողջություն։ Ու անտենան սկսում է աշխատել։ Հենց այս կապը եղավ, կատարվում են հրաշքներ։ Հենց այս կապը չեղավ, այն ընդեղ իր համար կա, դու իր հետ կապ չունես, դու կկորես անկապության մեջ։ Այդ կոչվում է դրա երկրորդ անունն է տգիտություն կամ խավար։ Ինչքան ուզում ես սովորի, ինչ ուզում ես արա, եթե դու եզերական լույսի հետ կապ չունես, դու ուրիշ տեղ ես, դու խավարում ես։
տենց է համարվում, էտա միսтерան, դա է խորհուրդ մեծը և սկանջանի։ Հիմա այս հասկացանք, գաղտնաբար իմացանք ավետիս, բայց այդ ավետիսը պետք է երգել, ոնց որ օրհներքի։ Օրինակ, մի բանաձև ասեմ, իրար հետ երգենք։ Ավետիս, իրար հետ։ Ավետիս։ 3 անգամ ասում ենք, դրանք ստորագետներ են, հեսա մենք կերգենք, էլի։ 3-ած ստորագետ։ Ավետիս։ Իհատել։ Ավետիս։ Իհատել։ Ավետիս։ Ու 4-րդ վերջակետ լսեք։ Ավետիս։ Ավետիս։ Մենք հեքիաթ ենք պատմում։ Քանի որ հեքիաթը սրբազան է, ինքը սկզբից մինչև վերջ երգվում է, ասողը ասում է, դուք ավետիսներով կնիքներ եք խփում։ Կապ ենք ստեղծում ծառի հետ, հա։ Բայց մինչև հեքիաթը եկեք այս ծառը զարդարենք։ Ես վերել եմ ամեն մի դասարանի համար, կարծում եմ 1 կամ ծառ, դուք դասարանում եք կզարդարեք, իսկ հիմա բերեմ արդեն զարդարված մոդելը, մի քիչ պատմեմ իր մասին, ոնց են զարդարում, ու վերջում հեքիաթը։ Ներեք։ Այս ծառը զարդարելու համար մենք տակ պետք է փռենք սփռոց, սրբիչ։ Այդ սփռոցը պետք է լինի։ Հա, եթե մոտեցնեք շատ ավելի լավ կլինի։ Այս էլ կլինի մեր խորանի վրայի սեղանը, չէ՞, ոնց է, սեղանի վրա որ հացնի, դեր կենթանի ստեղծում։ Այո, ասենք չէ։ Մեր միկրոֆոնը հա, շատ։ Ես վերել եմ սա։ Երեխեք, ընդհանրապես մեր մշակույթում սրբիչը շատ կարևոր դեր ունի։ Սրբիչը կամ թաշկինակը, հետո որ առիթներ լինի, մենակ սրա մասին կարելի է ժամերով պատմել, որ իմանաք ինչքան կարևոր է այս սրբիչը։ Այս սրբիչից մինչև հարսիքող բոլորը նույն խորհրդանիշներն են։ Ուրեմն սրբիչը մենք փռում ենք, ստեղծում ենք իր տարածքը, ծառը զարդարում ենք թելերով։ 7 գույնի թել պարտադիր պետք է լինի, ամեն մի թել մի նշանակություն ունի։ Ինչի թել, ինչ եք կարծում երեխեք, ինչի են ծառը թելերով կապում զարդարում։ Միանշանակավոր կապ ստեղծվի, որ ամուր լինի։ Էլի բոլոր պատասխանները ճիշտ են, ինչքան շատ ասեք, այնքան ավելի շատ տեսակետից ենք մենք նայում ծառի վրա։ Եկեք մի փոքրիկ բան բասեմ։ Ուրեմն, մենք սովետական միության ժամանակ խորհրդային տարիներին ընդունեցինք մոդել, փոխեցինք մեր կենաց ծառը, ծառխնկինին այդ մեր Wi-Fi փոխեցինք ուրիշ Wi-Fi-ով։ Պետք է գտնել սովետական համակարգին, ոչ թե Աստծուն, որովհետև այդ տարիները աթեիզմի տարիներ են, եկեղեցիներ են պայթեցնում, մենք մեր Աստվածն է Լենին պապիկը։ Wi-Fi կոդը, պարոլը, համակարգը, ծեսը պետք է ամբողջովին փոխել և փոխվեց առաջերտին ինչը տոնածառը իհարկե, այո, և եկա Եղևնի։ Եթե այս տոնածառի մոդելը սա է, Եղևնու մոդելը ընդհակառակը սա է։ Սա կոչվում է հակահամակարգ։ Իրականում դա էլ է մոդել, ու շատ հետաքրքիր մոդել է, եկեք այս մոդելի մասին ասեմ, հա, որովհետև դա էլ ենք մենք օգտագործում լիքը տեղ։ Մոդելը որն է գիտեք, ստեղ կա մի հատ աստղ գագաթի, դա կոչվում է մի աչկալի, ցիկլոպ։ Մի հայացք և վերջ, էս է վերջ։ Երկրորդ հայացք չի կարա լինի, ուրիշ բան ես մտածում, գլուխ կտեք, ով ուրիշ բան ասեց, տարեք սվի, վառեք, այրեք։ Էս է ու վերջ, ստեղ պետք է լինի մի հատ բռնապետ ու վերջ։ Այդ մոդելը իրա գույնա կարմիրը, այսօր աշխարհում որ դուք մուշտարու աչքով նայեք դրոշներին, խորհրդանիշներին, դուք այդ մոդելը կտեսնեք, որ երկրներում է այդ մոդելը։ Դա կարևոր մոդել է, երեխեք, դրա մասին հետո կխոսենք։ Ինչ է կատարվում, բոլոր խաղալիքները, զարդերը գտնվում են ներքևում։ Այս ներքևի ճյուղերի այդ խեղճ ու կրակ խաղալիքները ոչ չգիտեն ով են վերևում։ Իրանք ուղղակի
սնուցում են այդ վերևի համակարգը։ Հիմա այս մոդելի գլխավոր նպատակն է իր երեխեքը։ Եթե այն մոդելի գլխավոր նպատակն է բռնակալն ու այս հայացքն վերջ, ստեղ միլիոնավոր հայացքներ, հազարան բլբուլ։ Ու ամենակարևորն ով այս համակարգում գիտեք։ Ասա տղեն։ Ամենամեծ ճյուղը։ Չէ, ամենամեծ ճյուղը չի։ Արմատն էլ չի։ Չէ, մեծ տեղը։ Ուրեմն տեսեք երեխեք, ճյուղը, արմատը, գլխավոր ճյուղը, բոլորը սնուցում են այդ դրան։ Ինչ է։ Ոչ, պտուղը կեցես։ Պտուղը։ Ամենափոքր երեխեն։ Ու ինչքան շատ են այդ երեխեքը, հասկանում եք, այնքան ծառի ֆունկցիան լավն է, այնքան ծառ ավելերը, ինչքան կպտղատու է, այնքան լավն է։ Եվ այստեղ սիրելի աղջնակներ մի կարևոր բան, ծառը, աղջիկը, հարց ավելի ճիշտ պտղատու հետ արդեն որ պտուղ է տալիս կինը, դրա համար այս ամեն ինչ գլխավոր նպատակն է հարսանիքը։ Սա հասկանալու համար մենք երկու կերպարի, որը մենք այսօր շատ փորձիկ իրաց մասին կխոսանք, բայց ահավոր կարևոր բաներ են, պետք է ճանաչել։ Մեր կաղանդ պապիկը, տենց ենք կոչվում, կամ հալիվոր։ Ուրեմն մեր այդ ձմեր պապիկը մենակ ձմերը չի գալի։ Գալիս է ցանկացած ժամանակ, գալիս է երազում, երբ որ պետք է, իրան կարող է գա մի բառ ասի գնա, բայց ամբողջ կյանքը փոխվի դրանից։ Այդ հալիվորը նստում է ծառի տակ։ Այդ ծառը աշխարհի խաչն ուղում է խաչի ուղիղ մեջտեղը։ Ու տակը նստած է հալիվորը, ու երբ որ դու խաղնում ես իրար չես ման որ ճանապարհով գնաս, անպայման հայտնվում է հալիվորը ու քեզ խորհուրդ է տալիս։ Խորհուրդ մեծ եւ սքանչելի։ Ուրեմն կա կաղանդ պապիկ, ինքը չգնավորը, ինքը անտեսանելի է, այդ կաղանդը նախնինը, որը գալիս է նոր տարվա այս անցումնային հին ու նոր տարիների արանքը, նոր տարի խորհրդանշական, դուք եք գալիս է խորհուրդ է տալիս ու հեռանում է անտեսանելի։ Ամենակարևոր խորհուրդը նոր տարվա բարեգործությունն է։ Բան չանեք մենակ բարեգործություն, բայց ոչ մեկ չիմանա, որ դուք եք արել։ Եթե իմացավ, բարեգործությունը հեչ է լինում։ Լինում է գովազդ, որը կապ չունի բարեգործության։ Եվ երկրորդ գլխավոր հերոսը նոր թխված թուխ մանուկը։ Վերում եմ տոնածառի խաղալիքները։ Քանի որ տոնածառը ամեն մի տոն փոխում է իր դեկորը երեխեք։ Հասկացաք։ Օրինակ տոնածառ, զատկին ինչ պետք է, ինչով պետք է զատկարել ծառը։ Կեցեք ձվով եւ օրնված ճյուղերով։ Նոր դուրս եկած այդ օգնված ճյուղերով եւ ձվերով զարդարում են ծառը։ Վարդավառը ինչով պիտի զարդարվի։ Վարդերով, ցորենով, այդ խաչբուրներով, խնձորով, որովհետեւ խնձորորն ենք, հա։ Ու գիտեք մեկ ինչով վարունգով։ Շատ ծիծաղալու ծառը, վարունգ, խնձոր, վարդ, հենց տոնածառի անունն է խնդումի ծառը, այդպես շատ ծիծաղալու։ Նավասարդին արդեն պտուղներով եւ կաղանդին ուշադրություն չրերով, չամիչներով ու ամենագլխավորը անկույզով։ Անկույզը ունի մի հատ շատ կարևոր խորհրդանիշ ամրության, պնդության ու խելքի, ուղեղի, լոգիկայի։ Ուրեմն այս անկույզները, հիմա այս ցույց կտամ, փնջում են, այսպես փնջում են իրանց, կոչվում է փնջած, զարդարում են իրանք, դառնում են ոնց որ մեր պահապան թալիսմանները։ Եթե տեսնեք, ասենք այս մեկը ցույց տամ ձեզ, այս անկույզը աշխարհի 4 կողմից, երևի չի երևում, հետո մոտիկից կգաք կնայեք, խաչերով պահպանված է։ Ոնց է փուջուրի կարպետ գործեն անկույզի վրա։ Իսկ կարպետները դրանք պրոյեկտներ են, փոքր պահապան պրոյեկտներ, որտեղ ամեն ինչ գրած է։ Եթե մենակ այս անկույզի խորհրդանիշները պատմեմ, մի ժամ կանցնի, երբ վերջում նա ժամանակ կպատմեմ այս պահապան անկույզի խորհրդանիշների մասին։ Մի խոսքով 12 անկույզ լավ կլինի, որ լինի 12, բայց գոնե 1 կամ գոնե 3։ Իսկ ինչի 12, ինչ եք կարծում։ Իհարկե, որ ամեն ամիս իր գույնը ունի, իր իմաստը ունի, իր խորհուրդն ունի։ Ու գիտեք, այդ տոնացույցով ենք, մենք առաջնորդվող երեխեք, մենք օրացույց չենք ունեցել։ Մինչև 100 տարի առաջ էլ օրացույց չունենք պաշտոնական տոնացույցը։ Օրինակ, ձեր ծնունդը երբ է, որ ամսին,
Դեկտեմբեր։ Արդեն դու ասել երբ ես սնվել, դու չէիր ասել դեկտեմբեր, դու ասել էր կաղանդի։ Ու դա արդեն ասում է, որ քո մոտ միստերիաներ են, դու կախարդական շրջանում ես սնվել։ Տարվա մեջ մի հատ ամիս կա, հիմա դեկտեմբեր ինքը կոչվում է կախարդական ամիս։ Կախորդում են ամեն, շատ հեքիաթներ են պատում, խորանում են ամեն ինչի մեջ։ Լավ, վայ, գնաց, կախավ, ուղիղ ձեր մոտ։ Արի դու, արի դու։ Երեխեք ասեմ ունենց հաճելի պրոցես ածարձարդարելու, դու կանեք դտեսակ։ Ամբողջ ասում։ Հաջորդը ասում են շարոցներ, հա, ասենք այս օրինակ այդ սուջուխիկներն են, որ կախվում է ոնց որ սեղանի վրա մի հատ վազա լինի։ Այսինքն այս քաղցրավենիքը պետք է ուտել, կախում եք ծառից։ Մարդը գալիքում շատ հարմար ծառ ասեմ, իմ փրկությունն է այս ծառը նոր տարում։ Ինչ կա չկա, կախում եմ ծառից, տենց ինք սիրում նմա, գալիս է սուրճ խմելու, ծառից պոկում ես մի պտուղ, ու սուրճը խմում ես, շատ հաճելի է ծառից պտուղ պոկելը, որովհետև ինքը անցնում է մի մեծ օգնությունների մեջ։ Այս օրինակ սրանք, սենց բաներ, հա, թեյի հետ շատ հարմար լոլեներ են կոչվում։ Այս մոակելատներ։ Ես հենց են ես բերել եմ մի երկու բան, որ ես հույս տամ իչքան շատ բաներ կարելի է այս ծառից կախել։ Մենակ ակնոց չեմ մեր, ինչ ասես, բերել եմ բացի ակնոց։ Ասենք ունեմ եշար սիրելի խաղալիք, որ կախում են եղևնու վրա։ Ունեք այդ խաղալիք, որ շատ եք սիրում։ Ես եմ իմ։ Այս իմ խաղալիքը երևնուց պոկեցու ինքը ինքան ուրախացա, որ եք ասել, ասենք ես խաղալիք, կարող եք խաղալիքներ եք կախել այս մեր բունի, ուս այդ շարոցներ, ասենք սա կախիներ, շարոցներ, պնդուկ, չիպ, չամիչ, այս հենց անում եք գերլանարից, ես ու կախում եք եք Դառնում է շատ համով ու ուտելու ծառ։ Ամեն օր ծառը լրիվ դած, այսինքն ուտելիքները դատարկում են գիշերը հրաշքով, կաղանդ բաբան, կաղանդ պապիկը վերում է նորից ծառը լցնում է քաղցրավենիքներով։ Էլի մինչև մինիբուն մենք ուտում վերջացնում են, իսկ առաջ այդ քաղցրը ինքան են սիրում երեխեքը դա ձիրի պատես է, թիմի պապես չի որ արժեզը դվել է քաղցրը։ Մեկ այլի սիրում են։ Մեկ այլի սիրում են այլ, ով չի սիրում քաղցրը։ Մի հատ էլ է զառի մոդել բերել, որը այս հենց էլ է զարդարում երեխեք։ Թելերով հլը այս ճուղեր իրար են կպցնում, իմ դուրը շատ եկավ, սա արեց մի երեխա, այս ծառը իմ մոտ պահպանվել է 2021 թվից։ Այս պատերազմը շատ ուժեղ հարվածեց նաև ինձ ու ես ասի վերջ, պետք է նպատակ դնեմ, որ այս մեր ծառերը, մեր Wi-Fi կոդերը մենք պետք է արթնանանք, որովհետև երկու տարբերակ կա, երբ որ տենց հարված ես ստանում երեխեք, կամ վերանում ես, կամ վերածնվում ես, կամ մեռնում ես, կամ ծնվում ես 1000 անգամ ավելի ուժեղ, իսկ ուժեղ լինելու համար դու պետք է լինես քո ժառանգության տերը, սա մշակութային ժառանգությունը, որին մենք պետք է տիրություն անենք ու իրանով օգտվենք, իրանից օգտվենք, ինքը զենք։ Իսկ հիմա հեքիաթ ծառի մասին։ Ինձ թվում է այս առասպելի սկիզբը, այս հեքիաթի սկիզբը գտնում է Սասնա ծռերի։ Սասնա ծռերի մեջ կա մի հատ էլ ուրիշ էպոս, որը հայտնի չի, որը պահպանվել է Ավետիս երգերի մեջ, որ մենք վերականգնեցինք 2005 թվականին։ Ուշադրություն։ Սանասարն ու Բաղդասարը, էպոսին ծանոթ եք, չէ՞։ Սանասարն ու Բաղդասարը սարքեցին, կառուցեցին այդ ամբողջ այդ տաճարը։ Իրենց տունը, ու հիմա ուզում են անուն դնեն, այդ 40 վարպետներն եկել են, սարքեցին, շինեցին, թամամեցին, կանչում են, հիշում եք ու, Կավակ Կաբայի, Հալիվորին են կանչում, իրա երկրորդ անունն է Մելիք Սեդեկ քահանա, կամ Մելքոն, կամ Մելիք,
իրականում է մսրամելիք նշանակում է մսրահանիվոր, մելիք, մելեք բառ նշանակում է անմահ հրեշտակ, հարաբեր է։ Մի խոսքով երեխեքիս ասեմ, կանչում է այդ հալիվոր, կանչում են հալիվորին, հալիվորը գալիս է, ու նայում այդ տանը ինչ ասում։ Այդ ես գրել եմ, որ կրճատ են պատմությունը։ Ինքը նայում է ու ասում է, «Էս ինչ եք սարքել, էս ինչ եք սարքել, էս ինչ անկապտում եք սարքել»։ Ասում է, «Ստեղ գլխավոր սյունը չկա»։ Ասում եմ, «Ոնց, հա, դուք սարքել եք ընդամենը պատերը, լավ եք սարքել, բայց գլխավոր սյունը չկա, սա սուն չի»։ Ասում եմ, «Ոնց»։ Ու դեռ սկսում է Ավետիսի պատմությունը, երեխեք, որ ես հիմա կերքեմ, որովհետև սրբազան հեքիաթները երգվում են, սրանք ծիսական հայրողություններ են։ Ուրեմն այդ կոչվում է վերին տաճար, հիշում եք, այդտեղ կար նաև Մարութաբանձրիկ Աստվածածին, հիշում եք, հենց այդ Մարութաբանքն է սարքեցին Սասունի մոտ։ Այսինքն այդ ամրոցի մեջ կար նաև վերին տաճար Մարութաբանձրիկ Աստվածածին, որտեղ պետք է լիներ սյունը, ու սյունը չկար։ Վերին տաճար նոր շինեցին, Սասունը շինեցին, բայց Սասուն չի։ Որ շինեցին, թամամեցին, սուն ու գերան պաքսեցուցին, իմ ալենին շիվարեցին, սունը չկա, իմ ալենին շիվարեցին։ Ու այդ ժամանակ Սանասարը, Ծուր Բաղդասարը ու Մելքոնը, հալիվորը, վերցնում են իրանց սելը, վերցնում են գոմեշներ, բան այդ սելս թախսին կոչվում է, գնում են սարով, ձորով, հասնում են Չամչամերին, մերին գիտեք ինչա, սրբազան անտառ, այնց է սիրուն անում իր մերի, հասնում են այդ սրբազան անտառը չամիչների, ու այդ անտառի մեջ գտնում են գլխավոր ծառը, կոչվում է ծառ Խնկենին, այդ հիմա ուշադրություն, ես կերքեմ Կոմիտասի Ավետիսը, բայց որ դուք չխոսեք, իմ հետ հավասար կերքեք։ Ուրեմն, հիշում եք, չէ՞, Ավետիս, մի հատ էլ, Ավետիս, մի հատ էլ, Ավետիս, մի հատ էլ, Ավետիս, ու չորրորդ անգամ, Ավետիս, գնացինք, Մելքոն Ղազար Տեր Բաղդասար, Ավետիս, դրցին ստաղցին սարով ձորով, Ավետիս, գացին հասան Չամչամերին, Ավետիս, գացին հասան ծառ Խնկենին, Ավետիս։ Են խետ կարգին կպեք վայթունին։ Լղկած են, նայեք ինչ հա կատարվում։ Դուք ես կհասկանաք էլի, երբ որ դու չես երկում Ավետիս, 1, 2, 3, 4, 5-րդ շարքի հզոր տղեկ, բանակ, երբ որ դուք չեք երկում Ավետիս, դուք աղմկում եք, իսկ աղմուկը չի թողում, որ մենք տղնենք, մեր ալիքները խառնվում են իրար, ֆիզիկա է, հանգեք, ճիշտ ալիքի մեջ, ուրեմն հասան այս ծառը տեսան ու սկսեցին կտրել, Աղջին կահացին, որ զարգեցին, Ավետիս, սաղնորորած կհղեն ելած, Ավետիս, ուրակ տվի սղոտ քաշին, Ավետիս, ծառը ճչաց արյուն բխած, Ավետիս։ Ուրեմն ծառին խփեցին, ծառը մի հատ խառնվեց իրար, ճղերը շարժեց իրանց բան եղավ ու արդեն որ իրանց արուն եկավ, պարզա չէ, արդեն ճղեցին իրան, սպանում են։ Ծառը ճչում է ու հիմա ծառի ճիչն են կերքել երեխեք։ Ուրեմն պարզվում է ծառերը շատ դանդաղ են խոսում։ Ո՞վ է ծառի հետ խոսացել։ Իսկ պատասխանել է ծառը։ Այդ ծառը շատ դանդաղ է պատասխանել։ Հիմա ծառի ճիչը լսեք։ Բայց այս Ավետիսը տանջվելով երգեք երեխեք։ Ավետիս, կարակ։ Եթե երգեք, սա կոչվում է հայեր են, երգով մանրանկար ենք անում։ Ավետիս, մի հատ լե։ Ավետիս, երկրորդ մանրանկարը, լսեք, Ավետիս,
Ջիջը Ծար մի կանչեր ավետից ասմա ծար մի գոռան նսունիմ նգերանիմ ավետից Ես սովորական խլամփետ չեմ ես որ գոռում եմ Ես Քրիստոսի խաչապայտն եմ ավետից ասում ապրում կտրվում է խորհրդանշական մեռնում է այդ իրականում կտրվում է արմատները ներսում են հաջորդ տարի էլի դուրս կգա ժամանակապետ հաջորդ տարի չէ հաջորդ ժամանակաշրջանում ծառը ասում է այն աշխարհում ինքը պետք է անպայման մեռնի Չամչամելիում ինքը պետք է զոհաբերվի որ գա այս աշխարհ ու դառնա Քրիստոսի խաչապայտ Երեխեք, գիտեք ինչի վրա եմ ես միշտ են զարմացել, հələ Քրիստոսը չի ծնվել, բայց իր խաչապայտը կա։ Հասկանում եք ինչի մասին է։ Այդ իր մահը իրանից շուտ է ծնվում, իր ճակատագիրը գրվում է այնտեղ, թե դու ինչ ես քո հետ լինելու, ու քո խաչապայտը լինելու է գլխավոր տաճարի սյունը, որովհետև եթե այդ չեղավ, այդ համակարգը սրտից բան է լինելու, այդ զոհը։ Ու գնացած Հիմա, այս մեր խոհազատներ բաղդասար արագարակ սկսում են կտրել, որ գնեն սելի վրա։ Ավետիս, հլը, ավետիս, բացեք, ավետիս, կտրեցին, համամեցին, ավետիս, ծանխնգենին պարգեցրեցին, ավետիս, ծանխնգենին չթնդեցին, ավետիս, ձեր արին բարձին սելին, ավետիս, դրին սելի վրա, հիմա կիբերեն տաճար, քարցուն գոմեշ, քարցուն մոզի, ավետիս, Հակաշեցին, քաշքշեցին, ավետիս Այնքան վատ եք կպել Wi-Fi Մի տրենդ լնի կպնեն Համարեք տիկտոկյան տրենդը մի հատ է կպնել երկնի Wi-Fi Չէ, տիկտոկին հենց կպանք խանութ ջան, վապշե չեն կպնի սնան, հանրապես չեն Ավետիս, հրպաշերացիք սա մեր հաղթանակիր Դուք ոչ թե մարդ եք, այլ շեփորներ, զանգեր, որ ողանջում են Ավետիս, գնացինք Ավետիս Ապրեք Ավետիս Ավետիս Քարսուն գոմեշ, քարսուն մոզի Ավետիս Հակաշեցին, քաշքշեցին Ավետիս Սելը տեղից չշարժեցին Ավետիս Մալենի շիվարեցին ավետիս Երեխեք հիմա սա հենց այսօր ձեզ է վերաբերվում Սելը տեղից չի շարժվում Պետություն սարկում, սելը տեղից չենք շարժում Իմ ալենիք շիվարեն ենք, միշտը տենց է Սելը տեղից չի շարժվում Գնացինք, տանջվանք, կտրեցինք, բերեցինք, չենք կարող բերենք տուն Ինչ անենք Փոքր մասերի բաժանել սիրան սպանել, չէ, սում ինքը բերեն սիրան ամբողջ Հիմա սրան ես փոքր մասերի բաժանել բերե, ինչ կնի Ուրեմն պետք է գնանք ավելի բարձր տեղ Չամչամելինից մի հարկ բարձր Պետք է դիմենք արևին ու լուսինին ու կանչում են արևի լուսնի ցլերին Երեխեք, եթե այս էպոսը, որ ինքը էլի փոքրիկ էպոսը, հա, առասպել եզերքի կառուցման մասին Եկեք մի արագ բան ասեմ, ավեստա գիրք լսել եք տենց բան Աշխարհի ամենահին գիրքն է, ամենահին կրոնի գիրքն է, հա, կոչվում է ավեստա, զրադաշտության հիմնարկածում Այ ավեստա գրքում, այս առասպելքաչելի գիրքը
ու ավետիս բառը Ավեստանը, բարի լուր, հեքիաթների գիրքը, աշխարհի ամենահին կրոնները, ամենահին առասպելները տեղ են, ու բոլորն իրար կպած են, եթե սա հասկանանք, օրինակ ովքեր են այդ ցլերը, դուք կսկսեք այս կյանքը կարդալ առասպելական աչքերով, ու ուրիշ բաներ կտեսնեք։ Ուրեմն կանչում են արև ու լուսին ցլերին։ Եկեք կանչենք սերամ սգամ ցլերին, սերամա, սերապիսը տենց իր անունը հա, սպիտակ ցուլը արեգակնային, լուսնի ցուլը սեր սգամնա։ Երեխեք արևը լուսնի հետ կետ հա։ Չի գնա։ Սրանք երկու ակ են, բայց արևը լուսնի հետ չի գնում։ Սերամ գնաց, սգամ չգնաց, սգամ չգնաց, խեց սերամին, սերամիր ծունգ զարգեց գետին, ունգավցած, չի կարող գնա, ծունգ խապեց գետին։ Ինչ անենք, գիտեք ինչ, սա խորհրդանիշներ են, որ կյանքում էր ձեր հետ հանդիպելու, հետագայում կմեծանաք կհիշեք այս բառերը, ասեք վայ, ինչ պետք անեմ, պետք է գնալ հիմա էլ հողի տակ։ Խորանալու մասին է խոսքը, էլի դուք որ խորանաք այս բաների մեջ, այս էպոսների մեջ, մի բան պետք է վերցնես երկնքից, մյուսը պետք է գնաս նյութական աշխարհ։ Շատ ոգևորով սերը տեղից չի շարժվի։ Համաձայն չեք ընկերներ։ Չէ՞։ Ուրեմն պետք է գնանք նյութական աշխարհ։ Ոգևոր արևը կա, գնացինք նյութական աշխարհի խորհրդանիշն է Ուրֆա քաղաքի պառավը, հողի տակի տիրույթը։ Դե գնացեք Ուրֆա քաղաք, իրար հետ գնանք, ավետից, գնացինք, ավետից, մի հատ էլ, ավետից, գացեք բերեք, պարվու մոզին, ավետից, ավետից, կուզե հարյուր, կուտան խազար, ավետից, թուխաչերու, խաղթեր համար, ավետից։ Ուրեմն, երբ որ պետք է նյութական աշխարհից մի բան բերենք, օրինակ պետք է կառուցենք դպրոց։ Կրթական ծրագիր գրել ենք, հիմնը գրել ենք, ոգևորված ենք, բայց մեզ փող է պետք, որ այս շինությունը սարքենք, չէ՞։ Ինչքան փող է պետք։ Շատ, մի հատ թիվ ասենք։ Ասենք թե $1,000,000։ Հիմա կոչվում է Ուրֆայի պառավ ուզում է $1,000,000։ Ասում է $1,000,000 կուզի 10,000,000 տվեք, որովհետև արժե անել, հանկարծ բազար չանեք։ Հասկացաք խորհուրդը որն է։ Եթե դու մի բան ուզում ես անպայման անես, երբեք չասես փող չունեմ, դա խուլիգանություն է, դա վերջն է, դա չի կարա, այսքան է պետք, 1000 դրամ է պետք, 10,000 պետք է դու ծախսես ու ունենաս, որ դու գնաս, այդ 10,000-ը քո հետևից կգա։ Լավ, այսինքն այդ գումարը պետք է fundraising արել, մի բան էլ ավել, որովհետև արժե դա անել։ Ու գնում բերում են այդ պառավի մոզին, երեխեք, թողնեցիք, հեքիաթը չենք ձգում, կարանք սելը հասցնենք տաճար, թե թողենք այդ ճամփի մեջտեղ մնա։ Բերենք տաճար, չէ՞։ Բերին լծին, խեցեր ամին, ավետից, սերամ գնաց, խետ մոզինիկին, ավետից։ Ուրեմն սերամ այս մոզիկի հետ գնաց, նյութն ունենք, ոգին ունենք, բայց ոչ թե գնաց երեխեք, այլ երեք թռիչքով տեղ հասավ։ Ուրեմն արջինղամչին, որ զարգեցին, ավետից, գնացին, ավետից, սև ու սպիտակ ծով լացուցին, ավետից, միջին ղամչին, որ զարգեցին, ավետից, կատնի կաղբի ու ջուր խմցուցին, ավետից, հետին ղամչին, որ զարգեցին, ավետից, ասիս մասիս ագնացուցին, ավետից, դուր տաճարին կանգնեցուցին, ավետից, վերին տաճար նոր շինեցին, ավետից։ Ինչ եղավ, մենք այս ծառը բերում ենք են աշխարհից այս աշխարհ, հենելու ուղիղ շիրակացու ջեմարան։ Առաջին ջիպոտը որ խփում ենք, սև ու սպիտակ ծովն ենք անցկացնում, այս ինչ ծովեր են գիտեք։
Մենք որտեղից ենք այս աշխարհ գալի, գիտեք։ Մորթորից։ Այդ կոչվում է սերտով։ Մութ աշխարհ։ Ավելի ճիշտ ուրիշ աշխարհ ասեմ, հա։ Այս հիմա մենք որ երկում ենք ալիքներ ենք արտասանում։ Չեմ ուզում ձեր վրա բռնանամ, ասեմ սուս մնացեք, որովհետև կարող է դուք այս նյութի մասին եք խոսում։ Քննարկում եք։ Երեխեք, ուրեմն այս մութ աշխարհից մենք գալիս ենք լույս աշխարհ, այս կոչվում է սև ու սպիտակ ծով։ Երկրորդ հարվածով թռիչքով մենք ինչ ենք խմում։ Կաթնիկ աղբյուր։ Այս կաթնիկ աղբյուրի մոտ մեջ այս աղբյուրը ինֆորմացիոն աղբյուրը լա գրած ախի ենք մենք եկել այս աշխարհ։ Դա ինդիվիդուալ չի պա։ Բոլորի մամաները տալիս են ինֆորմացիա մայրական կարգի միջոցով։ Այս են խմեցինք, հետո գալիս ենք ասիս մասի սարը։ Երեխեք, նենց հետաքրքիր տեղ այս մեր Արարատում մեր մասի սարը։ Ինչ կատարվում է հիստարտ մոլորակում, որ կատարվում է համարվում է Արարատից է սկսվում։ Արարատ թագավորությունից Արարատ։ Եթե ասար Արարատ, ուրեմն դու եկել ես այս աշխարհ վերջ, ծնվել ես էդի չի նշանակում, որ դու մարդ ես։ Դու կնքվում ես, դու Արարատի հետ հաղորդակցվում ես, համակարգի հետ, Արարատի հետ, մարդ ես։ Ու հենց այս ասիս մասի սարը անցկացնում են, ուղիղ բերում են դուր տաճարի, իսկ հիմա մեր տաճարը որտեղ է։ Ջևարանը։ Այս է տաճարը, երեխեք, բերեցինք տաճար, ու արդեն հենց բերեցինք ծառը տաճար, սունը բերեցինք տաճար, ինչ եղավ։ Շինվեց, դարձավ սա սուն, ու մերքուն ասում է, այ հիմա, սա սունը, այ հիմա սա տաճարը, իսկ տաճար բառը ինչ է նշանակում։ Այն շատ հետաքրքիր է ձեր կարծիք աղջնակներ, առաջի շարքում նստած, այ ձեր, ինչ է տաճար։ Ճիշտ է, շատ արդեն ստեղ ասեցի, մելը դուք էլ ասեք։ Մի անգամ մտել է տաճարը։ Երեխեք, բոլոր դու էլ ասա տղես։ Ցանկությունները շատ ճիշտ։ Բոլոր կարծիքները ճիշտ են, բայց բառացի դուք էլ ասեք։ Բարձր։ Բայց ջանը քարա ապրես ճիշտ է։ Բառացի դուք առաջինը ճիշտ ասեցիք։ Բառացի նշանակում է տա, ճար։ Այն ով տալիս է ճար։ Երբ որ մենք դա անճարանում ենք, մենք գնում ենք տաճար։ Մենք արտահայտում ենք մեր ցանկությունները, մենք գնում ենք Աստծուտուն։ Եթե դու տղես մեկին ճար տաս, այն էլ է Սուրբ Ծնունդի օրը, դու կդառնաս քայլող տաճար։ Այսինքն եմ մտածել։ Հասկանաք, մենք մարդ տաճարներ ենք։ Մենք մարդ սրբություններ ենք, Սուրբ համակարգով մեր մեջ եկա, այդ սունը մեր մեջ եկա, այդ ծառ խնկենի։ Այդ տենց էր երեխեք ջան, նոր դարձավ Սասուն, դարձավ տաճար։ Իսկ հիմա մենք կկատարենք գլխավոր ծեսը։ Եկեք բոլորս իրար ձեռ բռնենք։ Ցնծացեք, ուրախացեք, ավելի գնացիք ուրեմն, հեյ! Ցնծացեք, ուրախացեք, ավելի ասեն, ասեն, ձերուն, ասեն, գնա, սոնով գերան, սողով կաշեն, սակրի հողակ, ընգի փոշի, Բողի բալեն տավակ ոսկի, ունեք շուներ աշան գիլով, զամեք դերել գարնան ծաղկով, երանները ծաղկան գելի, հոնի մինեն եկեղեցից, ավել մինեն խուջման ու շահ, աղնա ինե աղնա գոհար, հեյ, ծրացեք, ուրախացեք, աշեն, աշեն, ձետուն աշեն, սոնով գերան սողով կաշեն,
Երեխեք ջան, ես ուզում եմ ձեր թույլտվությամբ տիկին Հասմիկին ինքս էլ շնորհակալական խոսք ասել, որովհետև ես անկեղծ եմ ասում, եւ ինչ որ բաներ հասկացան երեխեքը լիարժեքորեն, ինչ որ բաներ դեռ իրենց կեսափորձը թույլ չտվեց հասկանալ, ինչ որ բաներ կան, որոնց մասին իրենք կմտածեն եւ մի կարճ ժամանակ հետո կհասկանան, բայց այն որ մենք այսօր ականատես եղանք մի շատ հետաքրքիր հեքիաթային ու կարևոր նախաձեռնության եւ մենք արմատներով հետ գնացինք, որտեղ ինքնաճանաչումը, պահպանությունը ազգային արժեքների ամենակարևոր բանն է։ Երբ որ ուզում են կինոներ կան, չէ՞, ինչպես տիկին Հասմիկը խոսեց այս մեդիականության կապի, երբ որ մարդկանց ուզում են վնասել կամ օգտագործել հանուն իրենց նպատակների, վստահ եմ հիմա անուններ չեմ շիվերալով, ինչ են անում, զրկում են տվյալ մարդուն հիշողությունից, հատուկ լաբորատորիաներ, տենց ֆանտաստիկ ֆիլմեր կան։ Եվ այդ մարդուն դարձնում են, ասենք, զենք, իրենց համար, մարդ ռոբոտ, որ գնում է սպանում է բոլորին, չգիտեմ ինչ էր անում, այնտեղ այսպիսի ֆիլմեր տեսել եք, չէ՞, կան։ Հիմա այսօր ցավոք սրտի աշխարհում նման մի բան է կատարվում, փորձում են ջնջել մարդկանց ինքնությունները եւ բոլորից հավասարեցնել իրար։ Դրա համար այս դարում հատկապես մեր ազգայինը ճանաչելը, մեր ազգային ավանդույթները պահպանելը շատ կարևոր է։ Մենք անպայման ծառայել դասասենյակներում այսօր չհասցրեցինք, երկու շաբթի կզարդարենք եւ կմնան այդ ծառայել դասասենյակներում, ինչպես դուք խորհուրդ տվեցիք, բոլոր տոներին կփորձենք զարդարել, մենք նշում ենք ազգային բոլոր տեսերը, տոնելու բոլորը ինչ որ հասցնում ենք, ես տիկին Խանդութի օրինակ Վարդավառը երբեք այստեղ չեն լինում, բայց ճամբարում նշում են մեր ճամբարը, չէ, ով է այդ ճամբարում, որ Վարդավառը նշել է, նշում ենք, ուզում եմ ասել, այս տիկին Խանդութի գալուց հետո մենք դրանց իմաստավորված ենք նշում, դրա համար շատ կարևոր է, որ ամեն ինչ իմաստավորված անենք։ Եվ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնելով մի փոքրիկ հուշանվեր մեր կողմից, բլոկնոտ, որտեղ դուք կանեք ձեր գրառումները եւ Շիրակացու Լիլիթ Նազարյանը, ինքը Շիրակացու կյանքի մասին մենագրություն էր գրել եւ Ջեմարանը մենք իր հետ ոչ մի կապ չունենք, ինքը ոչ շրջան, բայց հաշվի առնել որ հենց Շիրակացու կյանքի եւ գործունեության մասին Ջեմարանն է այս դեպքի կպագրության զավեր եւ մենք բոլոր մեր կարևոր հյուրերին անպայման սա որպես խորհրդանիշ նվիրում ենք։ Ես ձեզ էլ ուրախ, ավետիքներով լի տարի ենք մաղթում մեզ բոլորիս հետ, որովհետև ուրախ լուրերը մեզ շատ են պակասում, երեխեք ջան, ապրեք, փորձեք, կարծում եմ, որ այսօր շատ հարստացած գնացիք։ Եվ էլի ինչպես տիկին Խանդութը ամենասկզբում է նշել, չեք թողնի ձեր ձեռքից ոչ մի արժեք խլել։